Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է, Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ, որոնք բնորոշ են Գեղարքունիքի մարզին։ Այսօր ինձ այդ գործում օգնելու է Աղասի Բադալյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ եւ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի պատասխանատու կազմակերպության։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ կրկին միասին ենք, Աղաս ջան, գործերը լավ են։ Լավ են, շնորհակալ ենք, ասում։ Հիանալի։ Ինչ ենք պատրաստելու այստեղ։ Դուք եք տեսնում։ Այսօր մենք պատրաստելու ենք մեր Գեղարքունիքի մարզին բնորոշ եւ որպես ես Սարուխան համայնքի բնակիչ, այսօր ձեր թույլտվությամբ կպատրաստեմ իմ հայրենի գյուղի ձուկը եւ Սարուխանում պատրաստված արիշտան։ Ամբողջը Սարուխանում է պատրաստել, լավաշն էլ, թոմրը։ Լավաշն էլ Սարուխանին, արիշտան էլ, ձուկն էլ, կարտոշկեն էլ։ Կվարտալն էլ։ Հիանալի։ Ես վստահ եմ, որ այսօր հարգելի հեռուստադիտողներ մենք ունենալու ենք մի լավ կերակրատեսակ, որովհետև հենց աշխատում ենք, երբ որ աշխատում ենք մենք Աղասի հետ, ուրեմն պետք է ակնկալել հիանալի, համեղ եւ լավ առողջարար կերակրատեսակ։ Բայց միշտ հիշեք, բարեկամներ, ամեն ինչ սկսվեց հայկական բարձրավանդակից եւ ցորենից։ Այո։ Ինչ ենք անելու, ինչով կարող եմ օգնել։ Ձուկը մաքրեն, ջուրը լցրենք, տնենք պլիտայի վրա տաքանա, սկսենք ձկից։ Այո, սկսենք ձկից, բայց հիշեցնեմ, որ մենք միաժամանակ առաջ միասին պատրաստել ենք եւ դու ասում ես, որ ձկան լավ համստանալու ամենակարևոր գրավականը ճիշտ մաքրելու ձևն է։ Ճիշտ մաքրելու, այո։ Ձուկը պետքա լավ մաքրես եւ իմ պատրաստման ժամանակ ես չեմ օգտագործում ոչ մի լրացուցիչ համեմունք։ Ստանում եմ ձկան բնական համը։ Հիանալի։ Որը կախված է ձկան մաքրությունից։ Ձուկը մաքրած է, փորը հիմա կբացենք, կմաքրենք եւ կդնենք խաշելու։ Գնացինք։ Առանց փորը մաքրելու կտրատում ենք, ես այսպես ասեմ, որ տեսնեմ։ Փորը չենք մաքրել, հիմա կտրատում ենք։ Բայց թեփերը մաքրած է, որպեսզի այստեղ ժամանակի կորուստ եւ կախված եղանակի հետ տեղափոխման, եթե չմաքրեիք մի քիչ աղ չտայիք, Երևան չէր հասնի, ձուկը կփճանար, կշահանվեր։ Դրա համար մի թեթև աղել ենք, հիմա կտրտել ենք, կմաքրենք, հուսող ջրի տակ, կլվանանք եւ այսինքն փորը մի քիչ է մաքրած։ Մի քիչ է մաքրած, այո։ Եվ քանի որ պատրաստելու ընթացքում մեզ հարկավոր է որ ինքը ամբողջական լինի, չկիսված, չէ՞։ Հա, մենք չենք բացում փորը։ Այո։ Աղաս ջան, եւ գավառցիներից կամ սարուխանցիներից զատ կամ նրանցից լավ որտեղ են ձուկ պատրաստում ընդհանրապես։ Սարուխանում, հա։ Ահա։ Ահա, կտրատեցինք, մաքրեցինք, հիմա վերցնենք ջուր, եռացած արդեն, եռացած ջուր, աղենք ջուրը համենենք, ոնց? Ձկան համար էր դա։ Հա, ձկան համար։ Աղը լոտուս ապրանքանիշի աղն ենք օգտագործում, հարգելի հեռուստադիտողներ։ 1, 2։ Քանի որ ունենք 2 ձուկ, այո։ Յուրաքանչյուր ձկանը պետք է ավելացնենք 1 գթալ, այսինքն 20 գրամի չափ, 25 գրամ, այո։ աղ։ Լցրած է պլիտան։ Այո։ Աղաջուրը պատրաստում ենք, հա։ Հա, աղաջուրը պատրաստում ենք։ Բարեկամներ, երբ որ կտրում ենք ձուկ դանակը լվալանուց հետո, շատ լավ կլինի, որ մենք ունենանք գիտրոն եւ գիտրոնը այսպես կտրենք, նույնիսկ կեղևով, այսպես քերենք, մաքրենք եւ այսպես համերը
վերցնենք։ Իհարկե լավ լվանանուց հետո։ Արիշտայի համար ջուրը թող եռա, միացնենք եռալուց հետո այստեղ ինչ ենք անելու, այստեղ կարտոֆիլ ունենք, լավաշը տեսնում եմ, պանիրը տեսնում եմ, կարտոշկեն կտրտենք և տեղավորենք ձկան որովայնի մեջ։ կտրոտենք, մենք կարող ենք մանր կտրատել ու տեղավորել այսպես, հա? Հա։ Եթե թույլ կտաս, ես էլ կտրեմ։ Բավարար է։ Բավարար է։ Բավարար է։ Աղաշան, այս տարի կարտոֆիլը ոնց է Սարուխանում կա։ Ցանքից նոր վերջացրել են։ Իսկ ձկան ռեսուրսները, ձուկը, լճում կամ այլ այդպես արհեստական ինչ-որ ոնց են։ Նորմալ, բավարար քանակություն կա։ Հիանալի։ Մանավանդ մեր գյուղում ավելի շատ։ Ձեր գյուղում ամեն ինչը շատ է, առատ է, համեղ է, այո, և ավանդական։ Կարելի ասել, եռում է, այստեղ բացատրենք, ուզում եմ, որ դու բացատրես մեր հեռուստատողներին, ինչու եռացող ջրի մեջ պիտի դնենք հենց ձուկը։ Եռացող ջրի մեջ էփելուց ձուկը չի կորցնում նախ իր համը, տեսքը, որը ամենակարևորներից մեկն է։ Այո։ Միանգամից ոնց որ ձգվի ձուկը եւ չփշրվի։ Իր մեջից հյութեր դուրս չի գալիս, ոնց որ խորովածի ժամանակ կեղևապատումը։ Նույն process-ն է, ինչ եռման ջրի մեջ, ինչ կեղևապատելը նույնն է։ Այո։ Եվ խնդրում եմ, որտեղ ես գիտեմ, դե մենք շատ ենք միասին պատրաստել, ոչ եթերում իհարկե միշտ, այս քերելուց հետո լավ խոզանակով, աղով աղտահանում ենք, մշակում ենք, վերջին հաշվով էլի լորձեր են մնում ձկների վրա, աղը համարվում է համար մեկ աղտահանիչը մեր խոհանոցում։ Եվ այդ լորձը այնուամենայնիվ տհաճ համերի։ Տհաճ տիղմի հոտ է գալիս, աղով մշակելուց հետո տիղմի հոտ էլ չի գալիս։ Եվ ձուկը եռման ջրով էփելիս տեսքը չի կորցնում։ Այո։ Համեմուն չեմ օգտագործում։ Որակով աղ ունենք, լոտուսա ապրանքանիշի որակով ձուկ ունենք, որակով պատրաստող ունենք, էլ ինչ եմ անում այս։ Օգտագործելու ենք նաև սամիտ։ Կտրատելու ենք։ Չէ, առանց կտրատելու Բավական է։ Բավական է։ Այսինքն ձկանը դու հակված ես ավելի շատ սամիթի համով հարստացնել։ Հիանալի։ Ջուրը եռում է։ Այդ լավա որ եռում է, հասնենք գործի։ Բարեկամներ, բազմաթիվ անգամ եմ ներկա եղել եւ բախտ եմ ունեցել ճաշակելու Աղասի Բադալյանի պատրաստած ձուկը եւ ոչ միայն ձուկը բնականաբար եւ ամեն անգամ ինչ-որ մի բան սովորում եմ ես նաեւ ձկան հետ աշխատելը, նրա մոտեցումները, նրա պատկերացումները եւ հիանալի մի իրավիճակ է, մի երևույթ է շփվել եւ պատրաստել Աղասի հետ։ 25 րոպեից պատրաստ կլինի։ Նորից հիշեցնենք, որ աղ ավելացրինք, ամեն ձկանը։ Աղ ավելացրինք սամիտ, եռալու ժամանակ դրեցինք։ Եռած ջուրը ձուկը դրինք ջրի մեջ եւ 25 րոպեից պատրաստ կլինի։ Իսկ արիշտան որքան է? Արիշտան 10-ից 15 րոպե, 10-ից 15 րոպե։ 25-ից հանենք 10-15 րոպե, մենք կհանդիպենք 10 րոպե հետո փաստորեն, որպեսզի արիշտանը պատրաստ դնենք կրակին եւ միասին արդեն միասին 10 րոպեն մի երկար ժամանակ չէ, չնայած մեր կյանքից է գնում, բայց սպասենք այդ 10 րոպեն։ Աշան Արդեն ձուկը համարյա պատրաստ է, հիմա պիտի արիշտան պատրաստենք։ Արիշտան մեր ջուրն էլ եռում է արդեն։ Ավելացնում ենք մի քիչ ձիթայուղ,
Արիշտային։ Արիշտային, այո։ Եվ մի քիչ աղով համեմում ենք։ Նաև ի նկատի ունենալով, որ աղով է արիշտան Հա, պատրաստված։ աղով է պատրաստած, բայց մենք ջրի հաշվով պետք է աղ ավելացնենք, որպեսզի արտաքին շերտի համը չկորչի։ Արիշտային։ Հիանալի։ Չենք ջարդում, հա։ Չէ։ Ավանդական արիշտան պետք է պատրաստենք ավանդական ձևով։ Ավանդական Սարուխանի արիշտա։ Բույրը, ցորենի եւ հիշեք, ամեն ինչ սկսվեց հայկական բարձրավանդակից եւ ցորենից։ Պատրաստման ժամկետ 10-ից 12 րոպե 10-ից եւ 12 մեր արիշտան պատրաստ կլինի։ նորից հիշեցնենք եռացող ջրի մեջ, Եռացող որտեղ ջրի մի մեջ քիչ աղ ենք ավելացնում եւ մի քիչ ձիթայուղ, արիշտան պատրաստվում է 10-ից 12 րոպե։ 10-12 րոպե։ Այդ ընթացքում մենք ձուկը արդեն կարող ենք Պատրաստենք։ Այո։ Եթե խնդրեմ մի հատ լիմոն չեք կտրատի ձկան համար։ Իհարկե, ոնց կտրատեմ, կիսալուսնաձև, կլոր, Ձեր ցանկությամբ։ Ես էլ այնպես կտրատեցի, որ տարբեր կտրատման ձևեր լինի։ Դու ընտրես ոնց կցանկանաս օգտագործես։ Օգտագործողն ըստ իր ցանկության ճաշակի կօգտագործի։ Այո։ Սա այսպես։ Անուշ բույրը գալիս է։ Ես հենց ասացի, որ բույրը արդեն ցորենի այդ լավ որակով այդ բույրը արդեն առանք արիշտայի։ Շատ ախորժելի բուրմունք ունի։ Հիմա մի աման վերցնենք, որպեսի ջրազրկենք, կարող ենք լավաշ պատրաստեմ։ Այսքանը բավական է լավաշը արիշտայի համար։ Բավարար է, բավարար է։ Արդեն մեր ձուկը պատրաստ է։ Եվ հիշեցնենք, որ ձուկը մենք մաքրեցինք փորը կիսաբաց վիճակում, բայց կտրատելու ժամանակ այնպես արեցինք, որ փորը ամբողջական այսպես մնա, որովհետև լցոնեցինք կարտոֆիլով։ Եռացող ջուր, եռացող ջրին ամեն ձկան 20 գրամ աղ, այսպես կարտոֆիլով լցոնված։ Եվ ինչպես աղասին բազմիցս նշել է, լավ որակով եւ համեղ ձուկ ստանալու համար հարկավոր է նախ եւ առաջ ձուկը որակով ընտրել, լավ մաքրել եւ նոր մենք ունենանք գրավական, որ արդեն ձուկը պատրաստենք համեղ։ Պատրաստ է արիշտը։ Այո, կարծում եմ արդեն եւ ֆել է։
Համենք նաև արիշտան։ Քանի որ արիշտան իր պատրաստման տեխնոլոգիայից օգտագործվում է ալյուր, մենք պետք է լվանանք, որ ալյուրը եւ Իրանից արտադրված են փրփուրը անհետանան։ Ավելի ցայենք, հա։ Ցայենք, այո, ցայենք։ Կարագը, պանիրը, շատ լավ։ Բուրբունք է։ Հա։ Այո, կարագի համեղ բուրբունքը արիշտայի բնական բուրբունքը։ Մի 2 րոպե թողենք արիշտան հանգստանա եւ ներծծվի յուղով։ Այդ ինչ արը որ հանգստանա։ Հանգստանալը պետք է։ Թող հանգստանա։ Իմ կարծիքով բավարար է։ Շատ լավ։ Հիանալի։ Եվ օգտագործում ենք պանիր։ Արիշտայի հետ։ Արիշտայի հետ, այո։ Մենակ չասեք, թե իտալացիները սարուխանցիներից են սովորել այդ սպագետի հետ պանիրը, որովհետև կա մեկը այդպիսին խոհարար Ես որքան հիշում եմ, դերևս տատիկից ժառանգած այս հմտությունը արիշտայի ժամանակ նրանք պանիր էին օգտագործում եւ փշում էին պանիրը ուղղակի վերևից փշում էին արիշտայի վրա ավելի համեղ, ավելի ախորժալի էր ստացվում Երեխաներով էլ լավեսով ճաշակում ենք։ Լավ, շատ լավ, հիանալի, տատիկը ապրի, որ այդպես սովորեցրել է եւ դու ապրես, որ հիշում ես, արդեն պատրաստ է, նորից հիշեցնենք, ձուկը Սարուխանի եղանակով, չէ, լավ մաքրված, կարտոֆիլով եւ արիշտան հենց Սարուխանի արիշտան եղանակով Եվ ուզում եմ, որ դու, Աղասի ջան, եթե ունես ասելիք մեր հեռուստադիտողներին, խնդրեմ… Հեռուստադիտողներին կխնդրեմ սնվեն հայերեն, ապրեն հայերեն, առողջ լինեն ու հաղթահարեն ամեն ինչ։ Մի քիչ էլ սպասենք, ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալություն Աղաս ջան, ապրես դու, ճիշտ ասած սնվեն հայերեն եւ ապրեն հայերեն, մի քիչ բարակաբակցություն ես չեմ սիրում, բայց միշտ ուզում եմ, որ անսանք մեր նախնյաց հորդորներին, որ սնվենք ազգային խոհանոցով, օգտագործենք միշտ ազգային խոհանոց եւ ապրենք մեզ վայել, հայերից վայել կենցաղով։ Բարեկամներ ուզում եմ ձեր անունիք շնորհակալություն հայտնել Աղասին, ցանկանամ, որ ինքը ինչպիսին որ կա նախանձախնդրորեն այդ հայ լինելը հպարտորեն կրում է, ստեղծագործում է եւ նաեւ ավանդում է իր ստեղծագործությունները եկող սերնդին։ Շնորհակալություն եղբայր, ապրես դու, կեցես։ Ձուկը Սարուխանի եղանակով։
իշխան 2 կիլոգրամ, աղ 40 գրամ, սամիտ 20 գրամ, կարտոֆիլ 200 գրամ, կարագ 20 գրամ։ Սարուխանի արիշտա։ Արիշտա 450 գրամ, բուսայուղ 10 գրամ, աղ 10 գրամ, կարագ 50 գրամ, պանիր 50 գրամ։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, նմանատիպ կերակրատեսակները ճաշակելու համար մեր հասցեն նույնն է, Մադոյան 9, Մեգերյան Կարպետ ընկերություն եւ միշտ հիշեք, որ ազգային արժեքների պահպանման համար նախ եւ առաջ մենք ենք պարտավոր եւ պահպանել եւ փոխանցել մեր եկող սերնդին։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։